Երբ երեխան երկար ժամանակ չի լսվում եւ չի հասկացվում, նրա ներսում կուտակվող լարվածությունը կարող է ստանալ վտանգավոր դրսևորումներ։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաճախ են շրջանառվում նյութեր դպրոցականների ագրեսիվ վարքի դրսևորման, իսկ երբեմն ողբերգական դեպքերի մասին, երբ աշակերտները դիմում են զինված հարձակումների, վնասում ուսուցիչներին, համադասարանցիներին։ Մասնագետները նշում են, նման վարքագիծը մեկ օրում չի հասունանում։ Մարդը իբն է ագրեսիվ է, ունի ագրեսիվության պոտենցիալ, դա նշանակում է, որ ժամանակ առ ժամանակ տարբեր հանգամանքներում կարող է ագրեսիվ վարք դրսևորել։ Միշտ չէ, որ մարդը հասնում է բարոյական զարգացման այնպիսի մակարդակի, երբ ինքը կարողանում է ինքն իրեն կանգնեցնել եւ հարցերը լուծելու այլ եղանակներ փնտրել։ Երեխան ինչքան շատ իր առջև տեսնում է ագրեսիվ վարքի մոդելներ, մանավանդ եթե տեսնում է, որ այդ ագրեսիվ վարքը ծառայում է նպատակին հասնելուն, հաջողության է հասցնում, ագրեսիվ վարքը դառնում է ցանկալի, ամրապնդվում է եւ վարքի հիմնական ուրեմն ուղղվածություններից մեկն է մնում։ Որպես կանոն, երկար ժամանակ կուտակված խնդիրներն ու անտեսված հուզական վիճակը ունենում են անդառնալի հետևանքներ։ Այս հարցում դպրոցի դերը առանցքային է։ Ուսուցիչները առաջինն են, ովքեր կարող են նկատել երեխայի վարքագծի փոփոխությունները, իսկ հաստատության հոգեբանը կարող է ոչ միայն աշխատել դրանց ուղղությամբ, այլև իրականացնել կանխարգելիչ քայլեր։ Այսօր շատ ուրեմն մեր կյանք է մտել, էլ թվում նաև երեխաների կյանք է մտել, էկրանը, չէ, որտեղից իրենք ինչ ասես կարող է տեսնել, ինչ թեմատիկայի, ինչի մեջ ասես կարող է մտնել, եւ ցավոք սրտի դա միշտ չէ, որ կառավարելի է ծնողների կողմից, եւ գիտեք ինչ, այսպես ագրեսիվ վարքը, որը ես նորից եմ կրկնում, հրապուրի ձևերով է ներկայացվում, ուժեղության, այսպես տպավորություն, էֆեկտ ստանալու համար, ազդեցիկ լինելու այդպիսի էֆեկտներ ստանալու համար, այս տիպի ֆիլմերը, ինչ-որ հաղորդումները, վիդեոները եւ այլն, այդ ագրեսիվ վարքի մոդելը դարձնում են ցանկալի։ Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որտեղ երեխան կարող է արտահայտվել առանց վախի, զգալ իրեն ընդունված եւ պաշտպանված։ Համադասարանցիների դերը պակաս կարեւոր չէ։ Լռությունը բուլինգի հանդեպ հաճախ խորացնում է խնդիրը։ Բոլոր դեպքերում, գիտեք, եթե երեխան շրջապատված է, այնպիսի մարդկանցով, մեծանում է, ձևավորվում է այնպիսի միջավայրում, որտեղ կան, այսպես հիմնական արժեքները պահպանված են, նաեւ եթե մենք այդ արժեքներով ապրում ենք, երեխան այդ մոդելը նայում է, տեսնում է այդ մոդելը, նույնը վերաբերում է ուսուցիչներին, եթե իրենք այդպիսի արժեքներ են փոխանցում, երեխաները դրա մեջ էլ ձևավորվում են, մանավանդ որ մարտահրավերը մեծ է։ Մարտահրավերը մեծ է ինչ իմաստով, որ առհասարակ կա բարոյական նահանջ եւ երեխաները դա չեն կարող չտեսնել, առնչվում են դրա հետ, եւ ահա այս ինտերնետային ամբողջ աղբը, որը միշտ հասանելի է երեխաների համար։ Մասնագետները միակարծիք են, նման երևույթների կանխարգելումը հնարավոր է միայն համակարգված աշխատանքի շնորհիվ։ Ուսուցիչների, հոգեբանների, ծնողների եւ աշակերտների միջև համագործակցված կապը կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր խնդիր կնկատվի ժամանակին եւ կստանա անհրաժեշտ արձագանք։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։